Այն ժամանակ մարդու որդին կնստի իր հոր Աստծո գահին եւ իր աջ կողմում կհավաքի բոլոր գառներին եւ կասի. եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք հավիտենական բարիքները, որ պատրաստել եմ հրեշտակների եւ բոլոր արդարների սուրբերի համար, որովհետեւ ես քաղցած էի եւ ինձ կերակրեցիք։ Առաջին մարմնավոր ողորմություն քաղցածներին կերակրել։ Մերկե եւ ինձ հագցրեցիք։ Մերկերին հագցնել։ Մարմնավոր ողորմություն։ Բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Մարմնավոր բանտարկյալներին այցելել։ Պանդուխտ էի եւ ինձ ձեր մոտ առաք։ Պանդուխտներին, օտարներին ընդունել։ Ինչպես Պետրոս Առաքյալն է ասում, շատերը առանց իմանալու օտարների, որպես հրեշտակների ընդունեցին, այսինքն օրինակ Ղովտը չիմացավ եւ հրեշտակներին ընդունեց։ Աբրահամը նույնպես օտարների փոխարեն հրեշտակներին ընդունեց։ Հիվանդ էի եւ ինձ այցի եկաք։ Հիվանդներին այցելություն, խնամք տանել։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին 7-րդ ողորմությունն է ավելացնում եւ ասում. մեռած էի եւ ինձ թաղեցիք, մեռելներին թաղել։ Իհարկե Քրիստոս չի ասում, բայց Սուրբ Գրքում այդպիսի օրինակներ կան, օրինակ Տուբիթը հայտնի անտեր մեռել թաղող էր։ Տուբիթը հայտնի անտեր մեռել թաղող էր։ Եվ դու գիտեք, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս, երբ որ մահացավ, խաչի իջեցրին, աշակերտները փախել էին ամբողջ։ Ոչ ոք չկար Քրիստոսին թաղեր։ Հովսեփ Արեմատացին, Նիկոդեմոսը, նշանավոր իշխաններ, համարձակվեցին, որտեղ բոլորը վախենում էին։ Քրիստոսի անունն էլ չէին տալիս։ Վախենում են, բայց Հովսեփ Արեմաթացին եւ Նիկոդեմոսը գնացին, մտան Պիղոտոսի մոտ, ասեցին Հիսուսի մարմինը տուր, պետք է թաղենք։ Եվ մաքուր կտավ, վեր գնեցին, փաթաթեցին եւ տարան թաղեցին։ Ինչպես բարեգործություն արեցին, չէ՞ մեր Տիրոջը Հովսեփ Արեմաթացին եւ Նիկոդեմոսը Քրիստոսի մարմինը թաղեցին։ Սա էլ է մեծ ողորմություն, հուղարկավորություն, թաղումը։ Ուրեմն բոլոր մարմնավոր ողորմություններ են, բայց սրանք ունեն նաեւ հոգեվոր երանգ։ Բանտի մեջ էի եւ ինձ այցելեցիք։ Մարդը բանտարկված է հոգով, մենակ մարմնով բանտարկված չէ։ Մարդը կարող է մարմնով բանտարկյալ լինի, բայց հոգով ազատ լինի, հա։ Եվ ավելի շատ կարևոր է, որ մենք հոգով բանտարկվածներին, կապանքների մեջ, մեղքերի գայթակղությունների մեջ եղող մարդկանց ազատագրենք, հա։ Հիվանդ էի եւ ինձ բուժեցիք, հոգով հիվանդներին պետք է բուժենք։ Օտար էի, այսինքն մոլորված էի, շեղված էի, հավատքից էի մոլորված եւ ինձ ճշմարիտ ուղու վրա դրեցիք, անխրատին խրատեցիք, տգետին ուսուցանեցիք, մեղավորին ներեցիք, հա, մեղավորին ներելն էլ դա մեծ ողորմություն է, ամենամեծ ողորմությունն է, եթե մեկը քո դեմ հանցանք է գործում եւ դու ներում ես, այդ մեղավորին դու օգնում ես։ Եվ գիտեք, այդ ներելու իշխանությունը, մեղքերին ներելու իշխանությունը Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոս տվեց առաքյալներին։ Տեսեք, ամենամեծ շնորհը առաքյալներին, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս տվել է, երկնքի արքայության բանալիները, ում ներեք ներված կլինի, ում կապեք կապված կլինի, ում արձակեք արձակված կլինի, այսինքն Քրիստոս առաքյալների միջոցով քահանաներին տվեց մեղքերը ներելու
իշխանություն։ Ինչու ենք մենք գնում քահանայի մոտ մեր մեղքերը խոստովանում։ Որովհետև քահանան այդ իշխանությունն ունի։ Ամենամեծ շնորհը ներում է մարդկանց։ Հա, եւ այդ ժամանակ ոնց որ երկինքի արքայության բանալիները դնում է բացում է մեղավորի համար, ասում է ներեցի, մատի երկինքի արքայություն։ Տեսեք ինչ մեծ ողորմություն է քահանայական շնորհը։ Իրականում քահանայական աստիճանը մարդկային աստիճան չէ, հրեշտակային է։ Հրեշտակների գործն է քահանայությունը, բայց ինչու Աստված հրեշտակներին չտվեց, այլ մարդկանց տվեց քահանայագործելու այդ իշխանությունը, որովհետև մարդն էլ է մեղավոր։ Իր մոտ մեղավորներ են գալիս, հրեշտակները սուրբ են։ Պատկերացնում եք, մենք գնանք հրեշտակի մոտ խոստովանենք մեր մեղքը, հրեղեն սուրը կհաներ, մեր գլուխ կկդրեր։ Հա? Բայց մարդը քանի որ մեղավոր է, իր մոտ էլ մեղավորներ գալիս, ասում ես մեղավոր եմ, ներեմ, որ Աստծուց ներում ստանամ։ Քահանան էլ ներման կարիք ունի։ Ներում է մեղավորներին եւ Աստված իրեն։ Ում չի ներում, անզեղջ մեղավորին չի ներում, որտեղ Աստված էլ անզեղջ մեղավորին չի ներում, երբ որ մարդը չի զղջում իր մեղքի համար, չի փոխվում, ասում է դե ինչ մեղք եմ գործել, որ անզեղջ մեղավորին Աստված չի ներում։ Քանն ասում է զղջում ես իր մեղքի համար, խոստովանում ես, ապաշխարում ես, հրաժարվում ես։ Հա, այն ժամանակ ներում։ Ուրեմն այս ներողամտության հոգին ամենամեծ ողորմածությունն է մարդկային ազգին, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս փոխանցեց իր առաքյալներին, աշակերտներին եւ աշակերտները փոխանցեցին եկեղեցուն։ Եվ հա, այսպես Աստված ողորմեց մարդկային ազգին։ Ուրեմն մենք որքան որ մարմնավոր ողորմությունները գիտենք, այնքան ավելի կարևոր են հոգևոր ողորմությունները, որովհետև հոգին է կենդանարար, մարմինը ինքնիերով ոչինչ չի կարող արել։ Ավելի շատ մենք պետք է հոգին կենդանացնենք, քան թե մարմինը։ Ամեն։